Ժորժան, այսօր հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, ապրիլի 24-ն է, եւ այս օրը կարեւոր է ոչ միայն հիշել, այլ նաեւ խոսել ռիսկերի մասին, որպեսզի այլևս երբեք նման հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ չկրկնվի։ Արցախի հայաթափումը նույնպես յուրահատուկ ցեղասպանություն կարելի է անվանել, որովհետեւ աշխարհը լռեց եւ չխոսեց դրա մասին, բայց դա ցեղասպանություն էր, երբ մի ամբողջ ազգի ստիպեցին լքել իրենց տները եւ առհասարակ լքել հայրենիքը։ Եվ իհարկե շատ կարևոր է նաեւ ասել, որ այսօր Ալիևը, Ադրբեջանի ղեկավարը, խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, ամբողջ Հայաստանը անվանելով Արևմտյան Ադրբեջան, եւ խոսում է նրա մասին, որ այստեղ պետք է գան, բնակեցվեն ադրբեջանցիներ, դա նույնպես փորձ է, այսպես ասենք, յուրահատուկ ցեղասպանության, որովհետեւ երբ դու խոսում ես ուրիշ երկրի, ուրիշ ինքնիշխան տարածքի մասին, անվանելով դա քոնը, դա նույնպես փորձ է, այսպես ասենք, հայաթափելու ամբողջ Հայաստանը։ Ժորժան, մենք սա պետք է հստակ արձանագրենք եւ թույլ չտանք, որ նման հայտարարություններ արվեն, որտեղ ամեն ինչ սկսվում է հայտարարությունների մակարդակով եւ հետո տեղի են ունենում գործողություններ։ Եվ այն, որ հայ ժողովրդին ստիպում են մոռանալ իրենց պատմությունը, իր կրոնը, իր հավատքը եւ այլն, դա նույնպես ցեղասպանություն է, փորձ է ցեղասպանելու, ոչնչացնելու ամեն ինչ, ինչ կապված է հայի հետ եւ հայկականի հետ։ Երբ ոչնչացվում է Արցախում մեր սրբավայրերը, եկեղեցիները, գերեզմանակարերը եւ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում, դա նույնպես նպաստում է այդ ամենին, չարձագանքելը, չնկատելը, չդատապարտելը, դա նույնպես նպաստում է այդ բոլոր վատ դրսևորումներին, որոնց մասին մենք խոսում ենք։ Եվ ուրեմն հայ ժողովուրդը ամեն ինչ պետք է անի, որ նման բան երբեք չկրկնվի։ Հայկականը պետք է լինի, ապրի հավերժ։